Բարի լույս, սիրելիներ, մեղքը եւ սխալը միշտ գործվում է թաքուն, ծածուկ։ Բացեիպած ոչ մեկը չի դուրս գալիս կանգնում փողոցի մեջտեղը կամ հրապարակում եւ բարձրաձայնում, որ ինքը պատրաստվում է մեղք գործել։ Այո, մեղքը թաքուն է։ Մութ է մեղքի ճանապարհը։ Թաքուն է, որովհետեւ գործողը մտածում է, որ ինքը այդ ձևով թաքուն կմնա։ Ոչ մեկը չի տեսնի իր մեղքը։ Անկամ մտքի մեջ, երբ որևէ մեկը մեղք պիտի գործի, այդ միտքն է անգամ թաքուն պահում իր մեջ։ Ինչու՞, որովհետև քաջ գիտակցում ու հասկանում է, որ այստեղ սխալ կա, այստեղ բացթողում կա։ Եվ ոչ թե շուտ մենք մեր գործած բոլոր արարքների համար, իբրև թաքուն արարքներ, Աստծուն ենք պատասխան տալու, որովհետև Տիրոջը տեսանելի է։ Հոբի գրքի մեջ տեսեք Հոբը ինչ է ասում հետևյալ տողերով. Իսկ թե հարցնեք, ինչի մասին մենք խոսենք իր առաջ, ինչպես գտնենք մեր արմատը գործի, դուք էլ վախեցեք մթին գործերից, զի բարգությունն է անօրենների վրա հասնելու, ապա կիմանան, թե ուր է իրենց բուն էությունը։ Ասում է, եւ եթե դուք էլ մտածեք, թե ինչ պիտի խոսեք Տիրոջ առաջ, նախ անդրադարձեք ձեր մութ գործերին, որովհետեւ բարգություն կա այնտեղ, Տիրոջ բարգությունը կա անօրենության մեջ, որբիսի դիմացինը իր էությունը իմանա։ Ուրեմն սիրելիներս, Տերը բարկանում է մեզ վրա, ոչ թե որբիսի մենք ավելի ստորանանք, մենք ավելի վատը լինենք, այլ որբիսի մենք մեր էությունը տեսնենք եւ դառնանք դեպի Աստված։ Մեղքի պատճառով մենք փոխում ենք մեր տեսակը, փոխում ենք մեր մարդկային կերպարը եւ Աստծո պատիժը ճակերտներով գալիս է մեզ ոչ թե ավելի ստորացնելու, ավելի թողնելու այդ մեղքի մեջ, այլ որբիսի մենք տեսնենք մեր իրական կերպարը։ Երբեմն մարդը մեղքի մեջ է, բայց իրեն թվում է, որ ինքը ամենալավ մարդն է։ Երբեմն մարդը անընդհատ մեղք է գործում, բայց իրեն թվում է, որ ինքը անընդհատ լավ բան է անում, որտեվ ինքը այդպես է իրեն տեսնում։ Եվ երբ զրկվում է, երբ պատժվում է, երբ ինչ որ ձևով նախատինքի տակ է մնում, կամ ինչ որ ձևով փորձության մեջ է լինում, այն ժամանակ է անդրադառնում, որ ես այդպիսինը չեմ, աստորեն։ Ես վատն եմ եւ չեմ տեսել իմ վատ լինել։ Այո, սիրելիներս, երբ մեր կյանքի մեջ փորձություն հայտնվի, ինչպես Հոբի կյանքի մեջ է հայտնվել, առաջին բանը, որ պիտի տեսնենք, դա մեր էության տեսակն է։ Ո՞վ ենք մենք։ Ինչպիսին ենք մենք այս պահին։ Արդյոք մենք համապատասխանում ենք լավ որակավորմանը, թե ոչ։ Իհարկե չենք համապատասխանում։ Եվ անմիջապես պետք է շտկվել, որովհետև Տիրոջ ուզածը դա է։ Տերը թույլ է տալիս մեր կյանքի մեջ այդ փորձությունները, որովհետև մենք անդրադառնանք եւ ավելի լավը դառնանք։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշն էլ այս թեմայի շուրջ է։ Անդրադառնանք մեր մեղքերին, մաքրենք ինքներս մեզ, հասկանալով, որ Տիրոջ առաջ ենք կանգնելու։ Եվ ինչ էլ որ թաքուն անենք, Տիրոջ առաջ բարձրաձայնվելու է եւ մի օր տեսնելու ենք մեր ով լինելը։ Թող որ այդ օրը լինի այսօր, որբիսի շուտափույթ ձևով դառնանք ավելի լավը։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։